Վանկախիգը ամենաճիշտն է։ Որ պետք է ապրելի մեջից եղնի, ուրեմն Ոչ փողը կորցնես, այն մանդրից բռնած ամեն ինչն է հաշվի, ինչ է, հետ վճարն կա, ինչ պատկան է։ Ինչքան մոտենում է անկանխիկ վճարումների անցման ժամկետը, այդքան թոշակառուները հարմարվում են պարտադիր պայմանին։ Տարեսկզբից ուժի մեջ մտած անկանխիկ առևտրից ստացվող 20% հետվճար ներդրումը թեև ոչ դրական արձագանքներ ունեցավ, այնուամենայնիվ մինչև 10,000 դրամով թոշակին գումար ավելանալը տարեցների շատերը օգուտ են համարում։ Թոշակն ու նպաստը բացառապես անկանխիկ ստանալու որոշումը քարտային վճարումների համակարգը ակտիվացնելու միտում ունի։ Այդքան կոպեկ էլի թոշակառումներ հաշիվ էլի, կարելի է։ Ամիսնայից 5,000, 10,000 տսը։ Կարդեմ թոշակ 50,000, este առողջենի մորա 10,000 վրա գա։ Այաբիս։ Ուրիշ ինչ պետք է նեսել։ Կօգտվեք էլ այդ հետ վճար։ Այո, իհարկե կօգտվի։ Voilà, vede ում ավսկադե։ Մեկսե ապարատը չկա, մեկսե չի աշխատի, լավ է։ Ամեն խելքից չի ասնի։ Հենգնում շարը փորձնքի մեջ։ Ես կայնամպես ապրանք կուզեմ առնիմ, որովհետև խանութից չեմ ուզի առնի ուրիշ տեղից։ Ես որ քարտով եմ սաղ այնտեղ խարժեմ։ Բայց մնացած ուզեցածս ապրանքներն ես ուրդից պետք է առնիմ։ Ունիմ ճա պարկասու, քանի մատ կարտ ունիմ։ Հարցրիկ չէ, պարզապես փող էլիս են կանխիկ պետք ուկա, տաքսես կելի։ Նոր կարգավորումներով բացառվելու են հայփոստի բաժանմունքներում կենսաթոշակների եւ նպաստների բաժանումը կամ փոստատարներով տուն տանելը։ Դեռ անկանխիկին չմիացած քաղաքացիները մինչև հիմա չեն օգտվել հետվճարի համակարգից։ Քարտային վճարումների ընդլայնումը նաեւ բյուջետային միջոցների խնայողության է բերելու։ Կենսաթոշակառուների համար առավելությունը այն է, որ հետվճար են ստանում։ Իսկ պետության համար առավելությունը որ առևտուրը կատարվելով անկանխիկ եղանակով չի կարող ըստ վերային առևտուր լինել, բնականաբար բյուջեի մուտքերի ավելացում, այսինքն ֆիսկալ նպատակել է հետապնդում այդ չի կարող, ընդդեմ եթե կանխիկ առևտուր անելուց հնարավոր է ՀԴՄ կտրող չտպել, մանավանդ որ տարեց է մեզ ասած չի պահանջելու, անկանխիկի դեպքում այդ հնարավորությունը ինքը չունենա։ Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի տարածքային կենտրոնի տվյալներով ներկայում 1440 քաղաքացի պետական վճարները ստանում է արձեռն փոստային եղանակով։ Նրանք հիմնականում ֆունկցիոնալ լուրջ խնդիրներ, հաշմանդամության կարգ ունեցող անձինք են։ 75 եւ բարձր տարիքի քաղաքացիները, ինչպես նաև հաշմանդամության առաջին եւ երկրորդ խմբերի անձինք հնարավորություն ունեին օգտվել արձեռն վճարումներից, բայց ապրիլի 1-ից արդեն նրանց համար եւս անկանխիկ վճարումը կդառնա պարտադիր։ Ստեղ արդեն հարց առաջացավ, դե այդ դեպքում ինչպես պետք է այդ քաղաքացիները կան այստեղ դիմում գրեն, գնան այնտեղ բանկում քարտ պատվիրեն եւ այլն, այդ խնդիրներն էլ կառավարությունը լուծել է։ Մեր պարագայում դիմելու պարագայում մենք ինքներս ենք այցելում բնակարաններ, անհրաժեշտության դեպքում սոցիալական աշխատողների միջոցով։ Այդ դիմումը մենք այստեղ վերցնում ենք, վճարման եղանակի փոփոխությունը կազմակերպում ենք, իսկ բանկերը իրանց հանձնարարականը իջեցվելու կամ արդեն իջեցվել է, ես չգիտեմ, իրենք են կազմակերպելու քարտերի տրամադրման գործընթացը։ Պարզեցված ընթացակարգով նաև կարիք չկա այցելել տարածքային կենտրոններ։ Բավական է մուտք գործել միասնական սոցիալական ծառայության կայքեջ, գրանցվել համակարգում, ապա անհատական օգտահաշվի միջոցով ընտրել համապատասխան բաժինը եւ լրացնել բանկի ընտրության ենթաբաժինը։ Այստեղ գրանցվում է, մենակ գրանցվում է փոստ գաղտնաբար, մուտք ես եմ, մուտք հեշտ է, ինքը գրանցվելուց հետո մնում է, որ մենակ իր պասպորտից է իրան համարը ներկայացնի, իրան նույնականացնի ու դիմումը ներկայացնի։ Նույն կայքեջով հնարավոր է նաև լրացնել ավանների փոխհատուցման դիմումները։ Ավանների փոխհատուցումները նոր կարգավորումներով կտրամադրվեն բացառապես անկանխիկ եղանակով։ Խորհրդային միության Խնայ բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանների դիմաց փոխհատուցման գործընթացը սկսվել է։ Ավանդադրած գումարները ստանալու հերթն ասել է մինչև 1944 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց։ 44, էլ 5 տարի էլ սպասեմ։ Մտածում եք, որ ձերն էլ է հետ գալու, այսինքն սպասում եք ամեն դեպքում։ Դե քանի որ արագություն կա, մտածում եմ որ իմ մոտ կլինի դա էլի։ Բոլոր երեխաների անունով կար, կանոց սանով իմանոց։ Բայց երեխաները փոքր են, դժվար է հասնեն այդ տարիքին, որ փոխհատուցվին։ Առաջին են տալիս կանոց գալող տարի բտան էդել են հաշվում, նրա տարին է բլարամա ինչ որ։ Դա չի 45 ծնված է։
Հա դե չեմ էլ ստանա 80 տարեկան եմ, այդքան դաբրեմ որ դե ստանամ։ Բավական է, որ Ավանդատուն թիմի միասնական սոցիալական ծառայության իր հաշվառման վայրի տարածքային կենտրոն ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը, խնայողական գրքույկը, եթե պահպանվել է, ինչպես նաև ՎՏԲ Հայաստան բանկից ստացած տեղեկանք 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ Ավանդատուի բանկային հաշվի տվյալների վերաբերյալ։ ԲՏԲ-ում տեղեկանք ստանալը պարտադիր է, որովհետև դրա նպատակն է, որ մարդիկ կան ավանդի գրքուկներ են կորցրել, չկա ավանդի գրքուկը, բայց տեղեկանքը կա։ Մարդիկ կան, որ ավանդի գրքուկի մեջ գրառումները հստակ չեն, ժամանակվա հին փաստաթղթեր են, այդ տեղեկանքը հենց նրա համար որ ֆիքսվի թե ինքը ավանդները ինչ կան է։ Միասնական սոցիալական ծառայության կայքեջում գործող հաշվիչի միջոցով Ավանդատուն կարող է նաև պարզել, թե ռուսական ռուբլիով ներդրված իր ավանդի դիմաց դրամին համարժեք ինչ չափի գումար կարող է ստանալ։ Ավանդների փոխհատուցումը ստանալու համար վերջնաժամկետ չկա սահմանված։ Քաղաքացին ցանկացած պահի համապատասխան փաստաթղթերով կարող է դիմել եւ ստանալ։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։